երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Համլետ Այլազի Հաջոյան, ապրիլյան պատերազմի անմահ մասնակից, ծնվել է 1970 թվականի հուլիսի 8-ին Երևանում, եղել է խելոք երեխա, 4 եղբայր, 1 քույր էին, դպրոց գնացել է 1977 թվականին, սովորել է Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 դպրոցում, գերազանցությամբ, եղել է լրակյաց, ինքնամփոփ և գաղտնապահ, երբեք չի կիսվել ոչ մեկի հետ, սիրել է ոտքով քայլել, հաճախ երկար է քայլել, կիլոմետրեր, ինքն իր հետ իր մտքերով, դպրոցն ավարտել է 1986 թվականին, 1988 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Թուրքմենիայի մայրաքաղաքում, Աշխաբադում, եղել է հրետանավոր ու շատ կարգապահ զինծառայող, ընկերասեր էր և լայն շրջապատի տեր, նաև շատ բարձր էր ինքնասիրությունը, ապա չափից դուրս կատակասեր էր, խոսքը համեմված գեղեցիկ հումորներով, 1992 թվականին կամավորագրվել է նորաստեղծ հայոց բանակին ու ցանկացած հարցով օգնել, ապա մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, իսկ պատերազմից հետո մնացել է Արցախում, Քաշաթաղի շրջանի Խաչգետիկ գյուղում, 1997 թվականին կազմել է ընտանիք, ամուսնանալով Սաթենիկի հետ և ունեցել 2 երեխա, տղա, աղջիկ, զբաղվում էր գյուղատնտեսությամբ, արցախյան բնության սիրահար էր, նաև ռազմագիտության դասաժամեր ուներ գյուղի դպրոցում, ապրիլյան պատերազմի ժամանակ նա հանգիստ նստել չէր կարող, քանզի նրա աչքերն արդեն տեսել էին պատերազմ ու հոգին շատ լավ գիտեր ինչ է այն, գյուղի տղամարդկանցով բարձրացել են Թալիշի դիրքեր, սահմանը պաշտպանելու, անսասան էր, խրոխտ, ապրիլի 14-ին 2 հոգով գնացել են հակառակորդի դիրքերի կողմը, կապերը ստուգելու, հետդարձին հանկարծ ռմբակոծություն է սկսվել ու անգամ այդ թեժ պահին էլ է նա հակառակորդի հասցեին հասցրել կատակել, ինչքան ուզում եք կրակեք, մեկ է, ես չեմ կրակելու, սակայն հակառակորդի չարանենգ գնդակը կատակի լեզվով խոսել չգիտեր, ռումբի պայթյունից մեր խիզախը դարձավ հավերժի ճամփորդ ու վերջին խոսքերը եղել է վախ մաջան, փառք ու խոնարհում մեր անմահ խիզախին, հետմահու պարգևատրվել է Արցախի և Հայաստանի Հանրապետության արիություն, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության համար մեդալներով, խոնարհումս նրա վառ հիշատակին։